Այսօր մենք սովորական լսարանում չենք, մենք ժամանակի մեքենայի մեջ ենք։ Ներառչիվ դրված են իրեր, որոնք պատմության մեջ արժևորվել են, որպես հարստություններ։ Սակայն այսօր մենք այդ ամենը ստեղծել ենք մեր ձեռքերով, գրեթե զրոյական ծախսերով։ Այսօրվա մեր նոտատակն է հասկանալ, թե ինչպես է ստեղծված արժեքը, ինչու է միջնադարյան նագավաթ ավելի թանկ, քան այսօրվա համակարգիչը, եւ ինչպես մենք, որպես ապագա ֆինանսիստներ, տեսնում ոսկին այնտեղ, ինչպես ուրիշները տեսնում են քարը եւ թուղթը։ Սկսենք մեր ոսկեդարյան գանձարանի դարձումը։ Հայաստանի ամենամեծ ներդրումը եղել է ոչ թե պատերազմները, այլ մարդկային կապիտալը եւ մշակութային ժառանգությունը։ Պատրաստ եք գնահատել անգնահատելին։ Լեսեղաններին դրված են մեր պատմության ամենաթանկարժեք նախագծերը, բայց դրանց չենք նայելու որպես լոկ հուշարձաններ, այլ որպես ակտիվներ, որոնք կերտել են մեր պատմությունը։ Բացեք մեր գանձարանները եւ տեսնենք, թե ինչպես է գաղափարը վերածում հարստության։ Ողջույն հարգելի ներկաներ, այսօրվա մեր քննարկման առանցքում հայոց գրերի ստեղծման ոչ միայն հոգևոր մշակութային, այլև ռազմավարական նշանակությունն է։ Մենք սովոր ենք մարզության գյուտը դիտարկել որպես հավատքի եւ լեզվի պահպանման վահան, սակայն քիչ է խոսում այն մասին, թե ինչ հզոր զենք դարձավ կառավարելու մեր տնտեսությունը եւ համախմբելու աշխարհասփյուր հայությանը։ Ողջույն սիրելի բարեկամներ եւ գաղափարակիցներ։ Ուրախ ենք ձեզ տեսնել այս մտավոր տոնահանդեսին։ Մեր խումբը պատրաստ է բացել միջնադարյան հայ դպրության լուսավոր էջերը եւ հուսով ենք, որ մեր պատմական ակնարկը կդառնա այն կամուրջը, որը կկապի մեր նախնած իշխանությունը մերօրյա ձգտումների հետ։ Բարի ընթացք բոլորիս։ Այսօր մենք միասին կբացահայտենք ճարտարապետության հետաքրքիր աշխարհը, արվեստի, պատմության եւ ստեղծագործ մտքի համադրությունը։ Ճարտարապետությունը պարզապես շենքեր կառուցելը չէ, այն մարդու մտածողության, մշակույթի եւ ժամանակաշրջանի արտացոլումն է։ Հուսով ենք, որ այս դասի ընթացքում դուք կստանաք նոր գիտելիքներ, հետաքրքիր տպավորություններ եւ կտեսնեք, թե որքան մեծ նշանակություն ունի ճարտարապետությունը մեր կյանքում։ Շնորհակալություն ներկա գտնվելու համար եւ մաղթում ենք հաճելի ու հետաքրքիր ընթացք։ Մեր թվարկության 400-ական թվականը ծանր ժամանակաշրջան է Հայաստանի համար, որովհետև ազգը կանգնած էր ձուլման վտանգի առաջ։ Հարկավոր էր յուրատիպ զենք այդ ձուլումը կանխելու եւ հային հայ պահելու համար։ Հարկավոր էր գրավոր խոսք Աստծո պատգամը հասկանալու համար։ Ոչ պարսկերենով, ոչ ասորերենով, ոչ հունարենով հնարավոր չէր Աստծո պատգամը հասկանալի դարձնել ժողովրդի համար։ Երկրում հայանպաստ քաղաքականություն վարել։ Ուստի պետք էր մի յուրատիպ զենք այդ ամենը կանխելու համար, հային հայ պահելու։ Ուստի խնդիր դրվեց ստեղծել ազգի գրավոր խոսքը, հայոց տառերը։ Վրանշապու արքան հանձնարարեց Սահակ Պարտենի զբաղվել ազգապահպանման այդ գործով եւ Մեսրոպ Մարշրուտի շնորհիվ ստեղծվեց ոսկեղենիկ հայոց տառերը, հայոց գրավոր խոսքը։ Գրերի գյուտը հայոց պատմության մեջ դարձավ ոչ միայն մշակութային, այլև ռազմավարական նշանակություն ունեցող իրադարձություն։ Մեսրոպ Մարշրուտի ստեղծած
Այգուբենը հնարավորություն տվեց հայ ժողովրդին դուրս գալ օգտել լեզուների ազդեցությունից և ստեղծել ինքնուրույն գրական աշխարհ։ Սաղ Վարդեգ հետ միասին նա կազմակերպեց կրթական մեծ շարժում, բացելով դպրոցներ տարբեր վայրերում։ Գրերի գյուտից հետո սկսվեց թարգմանչական հզոր գործունեություն։ Սկզբում թարգմանվեց Աստվածաշունչը, որը դարձավ հայ գրականության հիմքը, իսկ դրանից հետո արդեն թարգմանվեցին հայ մշակույթի տարբեր ստեղծագործություններ, տարբեր գիտություններից, պատմությունից, գրականությունից եւ այլ լեզուներից։ Կարելի ասել, որ այս ամենը ժամանակի ընթացքում մեծ ազդեցություն ունեցավ հայկական ինքնության ձևավորման վրա, զարգացան գիտելիքը, կրթությունը, ստեղծագործական ելույթ։ Հայ մեծ մտածողները, ինչպես Մոսես Օրենացին եւ Երեշան, ստեղծեցին պատմական ու գրական գործեր, որոնք մեծ դեր ունեցան հայ մշակույթի զարգացման մեջ։ Բացի այդ, գրերի գյուտը նպաստեց կրթությանը, պետականության եւ եկեղեցու ամրապնդմանը։ Բացվեցին դպրոցներ, զարգացան գրադարաններ եւ հնարավոր դարձավ պահպանելու փոխանցել հայ ժողովրդի լեզուն, մշակույթը ու ազգային արժեքները սերունդներին։ Այդպիսով հայ գրերի գյուտը դարձավ ոչ միայն կարևոր մշակութային ձեռքբերում, այլև հայ ժողովրդի հոգևոր, կրթական եւ ազգային զարգացման ամուր հիմք։ Դրա գործունեությունը ուտեց ոչ միայն իր ժամանակի խնդիրները, այլև դարձավ ամուր հիմք տարերի զարգացման համար։ Առաջին հերթին հայոց գրերի ստեղծումը, իրական մշակութային հեղափոխություն է։ Մինչ այդ հայերը չունեին սեփական այգուբեն, եւ կրթությունն ու գրականությունը հիմնականում իրականացվում էր օտար լեզուներով։ Սա վտանգում էր ազգային ինքնությունը, քանի որ ազգը կանգնած էր ձուլման վտանգի առաջ։ Ժողովուրդը կարող էր աստիճանաբար կորցնել իր լեզուն եւ մշակույթը։ Ուստի Մաշտոցը հնարավորություն տվեց հայերին գրել, կարդալ եւ մտածել իրենց մայրենի լեզվով։ Այն ժամանակ Հայաստանը գտնվում էր քաղաքական եւ մշակութային ճնշումների ներքո, եւ օտար ազդեցությունները կարող էին վերացնել ազգային առանձնահատկությունները, սակայն սեփական լեզվի եւ գրի առկայությունը թույլ տվեց հայերին պահպանել իրենց ինքնուրույնությունը, հավատը, մշակույթը։ Բացի այդ, Մաշտոցը նպաստեց գրականության եւ գիտության զարգացմանը։ Նրա շնորհիվ ձևավորվեց հայ գրականության հիմքը, որը հետագայում զարգացավ մեծ հեղինակների ստեղծագործություններով։ Առանց նրա ստեղծած գրերի հնարավոր չէր լինի ստեղծել այն հարուստ մշակույթը, որ մենք այսօր ունենք։ Մաշտոցի դերը կարևոր է նաեւ ապագայի տեսանկյունից։ Նրա ստեղծած այգուբենը մինչ օրս օգտագործվում է եւ շարունակում է միավորել հայերին աշխարհի տարբեր երկրներում։ Այն դարձել է ոչ միայն հաղորդակցության միջոց, այլև ազգային խորհրդանիշ։ Նրա գործը ապացուցում է, որ մշակութային արժեքները կարող են լինել ամենահզոր հիմքը ազգի գոյության եւ զարգացման համար։ Վերջում կարելի է ասել, որ Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն մեծ գիտական եւ հոգեվոր գործիչ էր, այլև ապագայի ճարտարապետ։ Նրա ստեղծածը դարերի ընթացքում պահեց հայ ժողովրդի ինքնությունը եւ հնարավորություն տվեց նրան զարգանալ ու առաջ շարժվել։ Մատենադարանը անվանել ենք հայկական ձեռագրի կենդանի պատմություն, քանի որ այնտեղ պահվող յուրաքանչյուր մագաղաթ ունի իր ուրույն պատմությունը, թաքցվելու, պահվելու։ Մատենադարանը ներկայացրել ենք այստեղ Երևանի Մատենադարանը, գրել ենք, որ այնտեղ պահպանվում են 23,000 մագաղաթներ, պատառիկներ, համայիններ եւ 300,000 արխիվային փաստաթուղթ։ Մատենադարանում պահպանվում են հայ գրականության միջնադարի բոլոր նշանավոր գործերը, բոլոր բնագավառներից, թե կլինի դա գրականություն, պատմություն, փիլիսոփայություն, ուղղագրություն։ Գրադարանում պահպանվող ամենամեծ գիրքը Մշոջ Արնդիլն է, որը կշռում է 28 կիլոգրամ, նա կազմված է 660 թերթից, Մատենադարանում պահպանվում է 609 թերթը, 16-ը պահպանվում է Վենետիկի Մխիթարյան ճեմարանում, իսկ մեկը Վիեննայի Մխիթարյան բանկում է պահպանվում, մնացածի մասին տեղեկություններ չկա։ Այն մինչ 1915 թվականը պահպանվել է Մշոտ քաղաքի Սուրբ Աստվածածին բանկում, որից էլ եկել է նրա անվանումը Մշոջ Արնդիլ, նրա ամեն մի թերթը պատրաստված է եկել մեկ հոգի կաշվից։ Իսկ Մատենադարանի ամենափոքր գիրքը դա եկեղեցական տոնացույցն է, որը գրվել է 15-րդ դարում Հռիմում, այն պատրաստված է չծնված որդի կաշվից, այդ իսկ պատճառով էլ շատ անհավանական թեթև է, այն կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ, որոնք պահպանվել են։ Գրային համակարգի ձևավորումն ու զարգացումը հայրականության մեջ ունեցավ ավելին, քան պարզապես մշակութային կամ կրոնական նշանակություն։ Այն դարձավ ցկրքի տնտեսական կյանքի կազմակերպման հիմնարար գործիքը, աշխարհի տարբերական հեռավորության վրա պահպանելու համար։
Գրերի շնորհիվ կազմվող պայմանագրերը, աշխատողական մատյաններն ու մուրհակներն ունեին իրավական ուժ, ինչը թույլ էր տալիս վստահելի գործարքներ իրականացնել նույնիսկ տարբեր մայրցամաքների միջև։ Եվ ի վերջո, հենց օպերատիվ գրավոր նամակագրության շնորհիվ հայկական գաղթօջախները վերածվեցին միասնական տնտեսական օրգանիզմի, որտեղ արագորեն փոխանակվում էր տեղեկատվությունը շուկաների, գների և ապրանքների պահանջարկի մասին։ Ավելին, գրավոր մշակույթը նպաստեց վաճառական ընկերությունների ներքին կանոնադրությունների ստեղծմանը, ինչը կարգավորում էր ներքին մրցակցությունը և պաշտպանում հայրենիքի տնտեսական շահերը օտար երկրներում։ Այս ամենի արդյունքում գիրը վերածվեց տնտեսական կառավարման հզոր գործիքի, որը հնարավորություն տվեց հայությանը ոչ միայն գունատևել, այլև հասնել բացառիկ հաջողությունների, միջազգային առևտրական ասպարեզում ստեղծելով հզոր ցանցեր, որոնք կապում էին արևելքն ու արևմուտքը։ Դարերի մեջ է մեր պատմությունը, քարերի մեջ է, դարերի մեջ է մեր պատմությունը։ Սա հայրենասիրական նշանակություն ունի։ Այս ձևակերպումը կապում է հայ ժողովրդի անցյալը, մշակույթը և աշխարհագրական միջավայրը։ Ահա հիմնական պատճառները, թե ինչու է ընտրվել հենց այս գաղափարը, առանձնացրել ենք երկու պատճառ և ցանկանանք նշել։ Քարը որպես հայկական ինքնության խորհրդանիշ է, իսկ պատմության անմահացումը հենց քարի վրա է։ Մենք մեր ամբողջ սլայդը ներկայացրել ենք պլակատի տեսքով և ընտրել ենք գեղեցիկ վերնագիր, որը ներկայացրեցի, թե ինչու է այդպես ընտրված։ Եվ մագաղաթի ձևով արված, որը բնորոշում է տրվել ժամանակաշրջանը։ Ողջույն պատվարժան հյուրեր և գիտության լույսով տվյալված ներկաներ։ Այսօր մենք միասին կճամփորդենք միջնադարյան Հայաստանի լուսավոր կամարները, որտեղ հայ միտքը կրել է իր հավերժությունը։ Միջնադարյան Հայաստանում դպրոցը սոսկ շինություն չէր, այլ մի սուրբ տաճար, որտեղ մագաղաթի խշշոցը միախառնվում էր աղոթքին։ Գործում էին ծխական, վանական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Դրանք հիմնականում հաղորդում էին անջիրի հոբոլում, հեռու աշխարհի կաղուտից, այնտեղ որտեղ բնությունը խաղաղ է, իսկ հոգին ազատ։ Այստեղ ուսուցանում էին ոչ միայն ապագա հոգեվարականներ, այլ նաև շատ իշխանական տների զավակներ, որոնք հետագայում դառնում էին հիանալի գրիչներ, մատենագրեր, մանրանկարիչներ և այլն։ Հայաստանում քրիստոնեությունը պետական քրան հռչակելուց և գրերի գրից հետո դպրոցների ցանցը սփռվեց ողջ երկրում։ Դրանք հիմնականում եկեղեցական և անական դպրոցներ են։ Դրանք հայապահպանության առաջին միջնաբերդեր են։ Միջնադարյան դպրոցներում բազում գիտությունների մեջ կարևոր նշանակություն ուներ թվաբանություն առարկան։ Հայ դպրոցներում թվաբանությունը ուսումնասիրվում էր մեծ խորությամբ։ Այստեղ մեծ է Անանիա Շիրակացու դերը։ Անանիա Շիրակացին 7-րդ դարի հայ մեծ քննադատ էր, մաթեմատիկոս, աստղագետ և մտածող, որ իր գիտելիքներով փորձում էր բացահայտել աշխարհի և տիեզերքի գաղտնիքները։ Անանիա Շիրակացին ստեղծեց առաջին հայ դասագիրքը, որտեղ ներառված էին հանման, գումարման, բազմապատկման և բաժանման աղյուսակները։ Պլակատում մենք ներկայացնել ենք Անանիա Շիրակացու կենսագրությունը և գիրքը, որը որ նա ստեղծել էր։ Բայց իհարկե մաթեմատիկան միայն 4 տեսություն չէր։ Միջնադարյան ուսանողները այն ժամանակ լուծում էին այնպիսի խնդիրներ, առաջադրանքներ, որոնք մինչև այսօր էլ արդիական են։ Գոյություն ունեն հատուկ խնդրագրքեր, որտեղ կային խնդիրներ չափի և կշռի, առևտրի, նույնիսկ ժառանգության բաժանման վերաբերող խնդիրներ։ Այսինքն միջնադարում այդ մաթեմատիկան Հայաստանի համար տնտեսության մեծ զարգացում էր ապրում և դրա շնորհիվ մենք հենց հիմա խոսում ենք այդ միջնադարյան ուսանողների կատարած աշխատանքների և խնդիրների մասին։ Տոմարագիտությունը ժամանակի արվեստ է։ Տոմարագիտությունը սովորեցնում էր հաշվել օրերը, ամիսները, տարիները և կանխատեսել երկրների երևույթները։ Այն անհրաժեշտ էր թե եկեղեցական օրերը որոշելու, թե գյուղատնտեսական աշխատանքները պլանավորելու։ Առաջին մետաղողիկ իշխանները մեծ ունեցվածքի մի մասը գտնվում են ուսումնական հաստատությանը, որով և ապահովում են ուսուցիչները ինչպես նաև ուսանողները։ Երկրորդն դա վանական համալիրներին տոհաստներն են, որոնց բերքի մի մասը
հատկացվում էր ուսանողներին և ուսուցիչներին, իսկ երրորդը մեծաբողիկ հարուստ անհատները իրենց ունեցվածքը կտրատում էին դպրոցին կամ ուսումնական հաստատությանը, քանի միայն մեկ պատճառով, որ իրենց մայից հետո ձեռագրվի հիշատակվի իրենց անունը։ Գլազովի համալսարանը վայոց ձեռի ներմերում հարնած այս դպրատունը ժամանակակիցների կողմից կոչվել է երկրորդ աթենք պանցալի, ներսեց մշեցու և եսայի նչեցու ջանքերով այն դարձավ գիտության դարբնոց, որտեղ ուսումնասիրվում է 7 ազատ արվեստներ՝ քերականություն, տրավաբանություն, ճարտասանություն, ճարտարապետություն, երաժշտություն, աստղաբաշխություն և թվաբանություն։ Համալսարանի նկարները հենց այնպես չի ընտրված, քանի որ երբ 5.5 դարյա դադարից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը կամ հենց հին միջնադարյան Հայաստանը չի ունեցել, եկեղեցին և համալսարանները ստանձնել են պետության դերը և պաստառի բունեությունը այն է, որ կրթությունը դարձավ հայապահպանության կարևորագույն կենտրոն, քանի որ հենց այնպես չի ընտրված, կրթությունը լույսի հետագիր, կրթությունը դարձավ մթության մեջ այն լուսավորող ուղին, որով հայ ժողովուրդը պահպանեց իր հայապահպան նշանակությունը։ Ասեմ, որ նաև հենց այնպես չի, որ Եղիշե Չարենցն ասել է, որ մենք եկել ենք դարերից և գնում ենք հաղթական, դեպի դարերը նորից, դեպի վարվող ապագան։ Եվ մինչ օրս էլ հայի համար կարևորագույն նշանակություն ունի հենց կրթությունը։ Տաթևի համալսարանը աշխարհի ամենահին համալսարաններից մեկն է, որի սաներ ուսումնասիրել են հումանիտար և հասարակական գիտություններ, երաժշտություն, կրթության արվեստ, մանրանկարչություն, երգերաժշտություն եւ այլն։ Տաթևի համալսարանը հիմնադրվել է Խորհրդանավանքի կրթարան վարդապետարանում և գործել է 1373-ից 1430 թվականներին, բարձր առաջադիմություն ունեցել Հովան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացու ուսուցչապետության տարիներին։ Հովան Որոտնացին մինչ այդ դասավանդում էր Գլազովի համալսարանում և տեղափոխվում է Տաթևի բանկ, լինում է նոր համալսարան կատարելագործելով ուսումնական ծրագրերը, կամակարգելով ուսանողների ընդունելության գործընթացն ու ուսուցիչների դասակարգումը։ Համալսարանում գործել է 3 ֆակուլտետ՝ փիլիսոփայական, աստվածաբանական, գեղագրության և մանրանկարչության, երաժշտության։ Դասավանդում են փիլիսոփայություն, կժոն, հարստեցու, գրականություն, մաթեմատիկա, աստղաբաշխություն և այլն։ Պատրաստում նաև հոգևորականներ, աստվածաբաններ, ձեռագրերի արտադրության, ձևավորման և արտադրության մասնագետներ։ Ուսումը ինչպես Գլազովի համալսարանում, այնպես էլ Տաթևի համալսարանում տևում է 7-8 տարի։ Միջնադարյան մշակույթի պատմության մեջ անչափ մեծ է ճարտարապետության դերը։ Այսօր աշխարհին զարմացնում են մեր ճարտարապետական կոթողները, որոնք հասել են մինչև մեր օրերը։ Միջնադարյան ճարտարապետությունը ձևավորվել է 5-ից 15-րդ դարերում։ Այդ ժամանակ կառուցվում են հիմնական եկեղեցիներ, տաճարներ, ամրոցներ և վանքեր։ Ճարտարապետությունը արտացոլում էր մարդկանց հավատքը, մշակույթը և ժամանակի ապրելակերպը։ Միջնադարում տարածված են ռոմանական և գոթական ոճերը։ Ռոմանական ոճին բնորոշ են հաստ պատերը և փոքր պատուհանները։ Գոթական ոճի շենքերը ավելի բարձր լուսավոր են, ունեն սրածայր կամարներ, գեղեցիկ զարդարանքներ։ Հայկական միջնադարյան ճարտարապետությունը նույնպես հայտնի է իր յուրահատուկ եկեղեցիներով և վանքերով։ Հայ ճարտարապետները կառուցում են քարե ամուր շինություններ, որոնք պահպանվել են մինչև այսօր։ Ճարտարապետությունը ճարտարապետական դիպաճառ, որը ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից հայկական լեռնաշխարհում և նաև դրա սահմաններից դուրս։ Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը բացի բնական պայմաններից, կաթոլիկոսի և ժողովրդական ակունքներից պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ։ Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա, կարևոր է նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները, հայրենի և օտար հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի վրա և նաև հայկականների իհերթին ազդեցություն է կրել այդ երկրի ժողովրդի մշակույթի վրա և նաև հենց ինքն էլ վերցրել է, որի այսպես ասած միջարտարապետության նմուշ է մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում կառուցված Գառնիի հեքանոսական տաճարը, որը պերիկտերի տիպի է և հայկական ճարտարապետության հուշարձաններից Էջմիածնի Զվարթնոցի գեղարդավանքի հաղպատասանահինը նաև ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթի արժեքների ցանկում։ Ճարտարապետությունը և տնտեսություն։
Ճարտարապետությունը մարդկային հասարակության զարգացման կարևորագույն ոլորտներից մեկն է, որն անմիջականորեն կապված է տնտեսության հետ։ Տնտեսության զարգացման մակարդակը մեծ ազդեցություն ունի ճարտարապետության վրա, քանի որ շենքերի և կառույցների կառուցումը պահանջում են աշխատուժ, նյութական միջոցներ և կազմակերպվածություն։ Որքան զարգացած է տնտեսությունը, այնքան զարգացած բազմազան է ճարտարապետությունը։ Հին և միջնադարյան ժամանակներում մեծ տաճարների, պալատների և շենքերի կառուցումը վկայում էր տվյալ պետության հարստության և ուժի մասին։ Այդպիսի կառույցները ոչ միայն ունեին կրոնական կամ մշակութային դեր, այլև կատարում էին տնտեսական շատ կարևոր դեր, նպաստում էին մարդկանց հավաքմանը, առևտրի զարգացմանը և քաղաքների աճին։ Հայկական ճարտարապետության նշանավոր օրինակներն են Զվարթնոց տաճարը և Անիի մայր տաճարը։ Ինչպես նշեցինք, Զվարթնոցը եւ Անիի մայր տաճարը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային արժեքների ցանկում։ Զվարթնոցի տաճարը կառուցվել է 7-րդ դարում, հայ առաքելական տաճար է, կառուցվել է Ներսես Լետայեցու կողմից 41-ից 661 թվականներին։ Այն պահպանվել է միայն նրա ավերակները, որոնք հայտնաբերվել են Հայաստանում, Արմավիրի մարզում, Վաղարշապատ քաղաքի եզրին եւ ինչպես նշեցինք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է այն Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր բյուզանդական տիրապետության տակ եւ նորից սկսվել արաբական արշավանքները։ Մայր տաճարի շինարարական աշխատանքները սկսել էին 643 թվականին, շինարարը թողել է իր արձանագրությունը, որը հունարեզու էր եւ ասում էր Ներսես են կառուցել, հիշեցեք, արաբների կողմից Թբինի վիրավորումից հետո խառնուրդիացություններ ստեղծվեցին եւ այսպես ասած հարկ եղավ, որ կոստական ալփորը Թբինից տեղափոխվեն Զվարթնոց։ Զվարթնոցի տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը եւ Գագիկ առաջին վազգատուն ու կառավարման տարիներին նրա կրկնօրինակը ստեղծվել է նաեւ Անիում եւ նաեւ ենթադրվում է, որ այդ տարածքում եղել է հեթանոսական տիրաստու Մեհյանը։ Անվան ստուգաբանությունը տաճարը Զվարթնոցի անվան է պատմի Սեբեոսը, այնտեղ կառուցվեց մի եկեղեցի երկնավոր Զվարթնոց անվան, որը նշանակում է երկրային սիմվոլների բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի ժամանակ, իսկ Տոմսեր Ավետիսյանը իր հայագիտական էտյուդներում գրում էր, որ այսպես է կոչվում, որովհետև այն նվիրված է նաև երկնային զվարթուններին, չէ՞ որ զվարթուն հայերեն նաև նշանակում է հրեշտակներ, այսինքն Զվարթնոցը նաև անվանում են հրեշտականոց։ Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, իսկ մյուս բոլոր պատմիչները այն հիշատակում են Գրիգոր Լուսավորչի անվամբ։ Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Անիի մայր տաճար կառուցվել է 970-ից 1001 թվականներին Տխտած ճարտարապետի եւ հայոց Սմբատ B. Տիեզերական թագավորի նախաձեռնությամբ։ Դասում է հայ եւ համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին։ Քարամույթ գմբեթավոր հորինվածքով կառույց է, ավագ խորանը զարդարված է եղել Քրիստոսը գահի վրա որմնանկարով։ Տաճարի գմբեթին կանգնեցված է եղել համարյա մարդուհասակի արծաթյա խաչ։ 1860-ից 1873 թվականներին Գյումրի քաղաքում Անիի մայր տաճարի նմանությամբ կառուցվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ 1064 թվականին սելջուկները գրավել են Անիին եւ տաճարը վերածել են մզկիթի։ 1124 թվականին Անիի Ամիրան, Անիի մայր տաճարի գմբեթի խոշոր մահիկեզ է տեղել։ Զայրացած անիցիները հրավիրել են վրաց Դավիթ շինարար թագավորին եւ քաղաքի դարպասները բացել են նրա զորքի առաջ։ Անիի մայր տաճարը վերստին օծվել է եւ գործել որպես եկեղեցի։ 1126 թվականին վրացիները ստիպված Անիին վերադարձել են Շադադյանների, որոնք էլ իրենց հերթին երդվել են, այլևս տաճարի նկատմամբ ոտնձգություններ չանեն։ 1198 թվականին Անիին ազգային իշխանների ազատագրելուց հետո մայր տաճարը բազմաթիվ նվիրատվություններ է ստացել։ Նաև 1319 թվականին երկրաշարժից քանդվել է մայր տաճարի գմբեթ, իսկ 1978 թվականի երկրաշարժից հյուսիս-արևմտյան հատվածով։ Նման մեծ երկար ճարտարապետական կառույցների կառուցումը, ինչպիսիք են Զվարթնոց տաճարը եւ Անիի մայր տաճարը, պահանջում է բաժնապահպանի եւ լավ կազմակերպված ռեսուրսների համադրություն։ Այդպիսի կառույցները չեն ստեղծվում պատահական կամ միայն մեկ գործոնի շնորհիվ։ Դրանք ամբողջ հասարակության տնտեսական, գիտական եւ մշակութային զարգացման արդյունք են։ Առաջին հերթին անհրաժեշտ է նյութական ռեսուրսներ։ Հին ժամանակներում հիմնական շինանյութը քարն էր, հատկապես տուֆը, որը լայնորեն օգտագործվում էր Հայաստանում։ Բացի դրանից յուրահատվում էին նաև կրաքար, ավազ, թայք և որոշ դեպքերում մետաղական տարրեր։ Այս նյութերը ոչ միայն պետք էր ձեռք բերել, այլ նաև մշակել և տեղափոխել շրջապարակ, ինչի ինքնին բարդ և ծախսատար գործընթաց էր։ Երրորդ կարևոր բաղադրիչը մարդկային ռեսուրսն է։
Նման կառույցների կառուցման համար անհրաժեշտ էին բարձրակարգ ճարտարապետներ, որոնք նախագծում էին շենքի ընդհանուր տեսքը և կառուցվածքը։ Բացի այդ աշխատում էին վարպետ շինարարներ, քանդակագործներ, նկարիչներ և բազմաթիվ բանվորներ։ Յուրաքանչյուրն ուներ իր հատուկ դերը և աշխատանքը, պահանջում էր մեծ փորձ և հմտություն։ Հատկապես կարևոր էին այն վարպետները, որոնք կարողանում էին կատարել բարդ քարե աշխատանքներ և ստեղծել գմբեթներ ու կամարներ։ Երրորդ մեծ նշանակություն ունեն ֆինանսական ռեսուրսները։ Նման շինանյութը պահանջում է մեծ ծախսեր, աշխատողների վարձատրություն, նյութերի ձեռքբերում, տեղափոխում և այլ կազմակերպչական հարցերի լուծում։ Սա նշանակում է, որ նման կառույցներ կարող էին կառուցել միայն այն պետություններում կամ ժամանակաշրջանում, և տնտեսությունը բավականաչափ զարգացած էր և կարող էր ապահովել այդ ծախսերը։ Երեք խնդիրներ հրաշալի ներկայացրեցին իրենց արդյունավետ խնդիրները։ Երեք խնդիրներ գնահատում են ամենաբարձր միավորներով։ Հիմա եկել այն պահը, որ մենք ունենք նաև խնդիրներ, որոնք պետք է առաջադրենք առաջին, երկրորդ և երրորդ խմբերին, այսինքն կահույքներին և նարնջագույն գույնին, որոնք ունեն ևս իրենց անվանումները։ Հիմա առաջին խմբին տրվում է հետևյալ խնդիրը, շատի լսեք։ Առաջին խմբին հաշվարկել մշակութային ժառանգության ինքնարժեքը և շուկայական գինը, որևէ մշակութային կոթողի։ Ընդհանրապես, ինչպես որոշել նրանց արժեքը, ինքնարժեքը և շուկայական գինը։ Ասեք, ասեք։ Իսկ հասկանանք որն է ինքնարժեքը, որը արժեքը և որը շուկայական արժեքը։ Ինքնարժեքը դա իրի վրա բարիքի վրա ծախսված բոլոր ծախսերն է և ռեսուրսների միավորումն է, ընդհանուր նրա ծախսերը։ Արժեքը դա թե որքան էլ դա ստեղծողային գնահատում և որքանով է ցանկանում վաճառել, իսկ շուկայական գինը դա շուկայի կողմից սահմանված գին է, որը առաջանում է մրցակցության միջոցով, բայց այս ամենը այդքան էլ էական չի, որովհետև մենք մշակութային կոթողների արժեքը չենք կարող ասել, թեկուզ և մենք ունենանք տեղեկություն այն ժամանակվա ռեսուրսների և աշխատանքի գնի մասին, դա միևնույն է էական չէ, քանի որ մենք չենք կարող գնահատել մշակութային արժեքը որպես ֆինանսական մեթոդիկայով, որովհետև այն շատ մեծ դեր ունի, ինքը իր մեջ կրում է մեծ պատմություն, որը անգնահատելի է և այն սովորական դրամներով չեն կարող չափել, էլի։ Իսկ ինչ կասեք շուկայական գնի մասին։ Այսինքն շուկայական գինը դա արդեն շուկայի կողմից սահմանված գինն է, որը առաջանում է պահանջարկով և նաև այդ գալիս է մրցակցությունից, որ նորպես կարող է շատ մեծ գնի փոփոխություն առաջացնել, քանի որ պահանջարկն կա, մարդիկ ցանկանում են ինչքան նորվեր ժանել։ Լավ, ուսումների է պատասխանը, երկրորդ խումբը։ Հարցն է, ինչու թագավորը կամ իշխանը պիտի գումար վճարել տվյալ ալբանանքը դնելու համար։ Տնտեսագիտական տեսանկյունից թագավորը և իշխանը պարտավորվում են երկրի հարկերը կամ որևէ ապրանք գնելու համար վճարել, քանի որ դա մեծ ազդեցությամբ իր գործում տեղի ունի հնայի գործում, քանի որ եթե չլինի ղեկավարի կողմից վճարված ծախսերը, ապա յուրաքանչյուր մարդ իրեն կազատի այդ գործից, քանի որ երկրում գործել է ազատ տնտեսական մրցակցություն և ազատ շուկայական հարաբերությունները բարելավելու նպատակով ոչ միայն գյուղացին կամ հասարակ խավը, այլ նաև երկրի ղեկավարը պարտավորվում է վճարել հարկերը, քանի որ երկրի պահավոր գյուղացին է և թագավորը պարտավոր է իր վճարված հարկերով ևս պահել գյուղացուն։ Ընդունելի է, այսինքն եթե արտադրված արտադրանքի վրա կատարվել է որոշակի աշխատանք, ուրեմն նա պետք է վճարվի այդ աշխատանքից։ Այո։ Եվ երրորդ խմբին տրվում, խնդրում ուշադիր լսեք, եթե այստեղ որևէ տուրիստական կոթող, տուրիստական օջախձավնա, տուրիստական էքսկուրսիոն վայր, ինչպես օգուտ կտար համայնքին։
Առանց դատել ասում են, լավ ասա, եթե պատրաստ Նոր աշխատատեղեր կզարգանա նաև այդ տարածքի մշակույթը այն ավելի հայտնի կդառնա եւ զբոսաշրջությունը տվյալ տարածքում, այսպես ասած, կաճի, որովհետեւ այդ տարածաշրջանում շատ մարդիկ կգնան, իրենց կհետաքրքրի, աշխատատեղերը կլինեն եւ այլն։ Դա ինչ զգալիորեն օգուտ կտա տվյալ համայնքի։ Օրինակ, Գառնի տաճարը հետհարուսական։ Տվյալ համայնքին մեծ օգուտ է դերում, ինչու։ Օրինակ, որովհետեւ Գառնի տաճարը 3-րդ դարի Պերիկտերի տիպի տաճար է, որը այսպես ասած զբոսաշրջիկներին շատ հետաքրքրում է եւ բոլորն էլ գնում են այնտեղ, ով գալիս են այստեղ, գնում են այնտեղ, որպեսզի այդ հրաշքը տեսնի։ Ահա, եւ դա ուղղակիորեն ինչ է։ Տվյալ համայնքի մեծ օգուտ է դերում։ Այո, ինչպես դու ասեցիր, աշխատատեղեր։ Աշխատատեղեր է բացվում, նաև տվյալ շրջանի բնակիչներին է օգուտ տալիս, որովհետև գյուղատնտեսությունը որ զարգանում է, այնտեղ մարդիկ Կարող եք ձեր ասածից հետո այսպես բնութագրական վերջի եզրակացություն։ Ո՞ր կարող է եզրակացություն տալ։ Մենք եզրակացրեցինք, որ ցանկացած այսպես ասած միջնադարյան կառույց մեր պատմությունն է ու ցանկացած բան մենք պետք է իմանանք, որովհետև մեր պատմությունն է ու այսքանից կարող ենք եզրակացություն կատարել, որ շատ կառույցներ մերն են եղել եւ շատ ավերումներից հետո մեր դարավոր պատմությունը։ Լավ, ապրեք, նստեք։ Ես ինձ դերելով 3 խմբերի աշխատանքները կարող են 3 խմբեր լինել բարձր գնահատականի արժանացնել, որտեղ 3 խմբերներ հրաշալի աշխատեցին, նրանց տեսազնական նյութերով, իրենց պատասխաններով, իրենց վերլուծություններով։ Այնպես որ 3 խմբերն են, իրենց ավագների, իրենց առաջատարների հետ միասին գնահատում են բարձր։ Ես որպես եզրափակիչ խոսք ուզում եմ ասել մի բան։ Այսօր մենք շատ բան սովորեցինք։ Մենք սովորեցինք, թե մենք ինչ մշակութային մեծ դերումներ ենք ունեցել։ Մեր 5-րդ դարը որպես ոսկեդար, մեր գրերի գյուտը, որով հայը մնաց հայ, մեր դպրոցները, մեր համալսարանները, որոնք դարերի այս բարձունքից կարող ենք հպարտորեն ասել, մենք ունեցել ենք այն, ինչ որ շատ ժողովուրդներ չեն ունեցել։ Երբ մեր միջնադարյան քաղաքների մասին ճարտարապետության, այո, անին գտնվում էր առևտրական ճանապարհների հանգույցում, առևտուր, որ զարգացրեց այդ քաղաքը եւ դարձրեց միջնադարյան ինչ առևտրի կենտրոններից մեկը։ Զուլը բոլորի շնորհակալություն հայտնել, ես ինձ եզրափակիչ խոսքը ևս ասել, որ մշակույթը փոխարինեց պատերազմներին, որոնք մենք հաղթեցինք թշնամու դեմ։ Մշակույթը, որով մենք վերագրում ենք աշխարհի հին ժողովուրդներից մեկը, քաղաքակրթության օջախներից մեկը, այն իսկապես լույս էր խավարում եւ լուսավորեց մեր ճանապարհը, եւ մենք մնացինք որպես այնպիսին ինչպիսին կային, այսինքն հայի կերտը, ձևը պահպանվեց։ Շնորհակալություն։